Տառապող մարդու աղոթքը, եկեք ընթերցենք Սաղմոս 39-րդ գլուխը ամբողջությամբ։ Ես ասացի, իմ ճանապարհները պահեմ լեզվով մեղանչելուց, սանձ դնեմ իմ բերանին, քանի դեռ ամբարիշտն իմ առջևում է։ Բերանս փակեցի պապանձվելով, բարի բանիցը լուռ մնացի, եւ ցավս շատ գրգռվեց։ Սիրտս տաքացավ իմ մեջ, մտածելիս կրակ էր վառվում ինձանում, եւ ես խոսեցի իմ լեզվով. Տեր, ինձ ցույց տուր իմ վախճանը եւ իմ օրերի չափը, թե որքան է լինելու այն, թող որ իմանամ, թե ինչպես անցավորեմ ես։ Ահա օրերիս սահմանը կարգեցիր թզի չափով, եւ իմ կյանքի տևողությունը ոչնչի պես է քո առաջ, որքան էլ հաստատ լինի, բոլորովին ունայն է ամեն մարդ, իրապես տվերի պես է ման գալիս մարդը, զուր տեղն է հոգս քաշում, հավաքում է եւ չգիտի, թե ով պիտի վերցնի այն։ Եվ հիմա ինչի սպասեմ, ով Տեր, իմ հույսը քեզ վրա է, փրկիր ինձ իմ բոլոր անօրենություններից, իմ մարի նախատինք մի դարձրու ինձ։ Ես լուռ եմ մնում, չեմ բացում իմ բերանը, որովհետև այդ դու ես արել, քո պատուհասը հեռացրու ինձանից, ես խորտակվել եմ քո ձեռքի զարկելուց։ Երբ հանդիմանությամբ մարդուն խրատում ես իր անօրենությունների համար, ապա ոչնչացնում ես նրա գեղեցկությունը, ինչպես ցեցը, հիրավի, ունայն է ամեն մարդ։ Տեր, լսիր իմ աղոթքը եւ ուշադրություն դարձրու իմ աղաղակին, լուռ մի մնա իմ արտասուքի դեմ, որովհետեւ ես պանդուխտ եմ քո առաջ եւ հյուր, ինչպես իմ բոլոր նախահայրերը։ Թույլ տուր ինձ, որ զվարթանամ, քանի դեռ չեմ գնացել եւ ոչնչացել։